Գիտեք, ես գիտեմ, որ այսօրվա իրավիճակը կապված ԵԱՏՄ-ի ռուսական շուկայի եւ Ռուսաստանի շուկայի հետ շատերը ճգնաժամ են համարում։ Ես համարում եմ հնարավորություն։ Որովհետեւ ել չեն կարա գան ասեն, գիտեք, լավ էլի 2018 թվից տասնյակ անգամ էլ լավ էլի բան էս արցակուրտները թող անցնեն բան սեպտեմբերին կանդրադառնանք սեպտեմբերին հազիվ տենց տացը բանն էլ նորմալ վիճակում են, եկեք ձեռ չտանք կանդրադառնանք, շատ լավ։ Դե արցակուրտները գալիս են, հետո ազգային ժողով հարց ու պատասխան մի քիչ ներվայնանալ, մոռանալ, բան անել, հոպ, գալիս է նոր տարին։ Դե լավ, դե նոր տարին տոները բան մարդիկ առևտուր են անում, կոնյակ բրենդի բան առնում են, լավ եկեք բան չանենք եւ այլն։ Ու տենց, հետո ի՞նչն է գալիս, հետո գալիս է զատիկը, հետո արցակուրտները նորից սկսում են եւ այլն։ Աջակցենք ինչքան պետք է։ Ու փառք Աստծո, մենք այսօր այդ հնարավորությունը ունենք, որ աջակցում ենք։ Ու կաջակցենք ինչքան պետք է։ Բայց ես կտրականապես դեմ եմ, որ մենք աջակցենք այն ուղղությամբ, որը չի տանում զարգացման։ Ընդ որում մենք բոլոր ոլորտներում ենք, հիմա մենք աշխատանքի եւ սոցիալական հարցերի բոլոր ոլորտներում էլ մենք տենց ենք բանանում։ Այդ մեր քաղաքականությունը աջակցենք ինչքան պետք է եղածից էլ ավել, բայց դա պետք է ուղղված լինի զարգացմանը։ Այս աջակցության արդյունքում մարդիկ նույն կետի վրա պետք է չմնան, պետք է առաջ գնան, ես չեմ ասում կիլոմետրանոց կամ մետրանոց, միլիմետրանոց քայլերով թող գնանք։ Որովհետև եկեք նայենք, մենք արդեն 35 տարի անկախ ենք, ամեն անկախության շրջան մի միլիմետր առաջ գնայինք, հիմա պատկերացրեք ուր հասած կլինեինք։ Հետևաբար ես առաջարկում եմ այս տրամաբանությունը, ես առաջարկում եմ եւ բոլոր երկխոսության եմ ես հրավիրում։ Եկեք խոսենք, եկեք հասկանանք։ Եկեք հասկանանք, որ կողմնացույցը 4 կողմ ունի, էլ չեմ ասում 4 ու 10 այսինքն այդ կողմերն էլ հլա, այսինքն քառորդ չի էլի, 4 ուղղություն, բայց այդ 4 ուղղությունների մեջ 360 աստիճան ազիմուտ կա, չէ՞։ Պետք է տիրապետենք, հնարավոր չի բանին, ասենք կողմնացույցի 1/4-ով բան անել, ապրել եւ ամեն ինչը կառուցել այդ 1/4-ի վրա։ Եվ սա վերաբերում է բացարձակապես ամեն ինչին։ Եվ ես առաջարկում եմ, որ պարոն Պապոյան, մենք եւ մեր մյուս գործընկերները, պարոն Խաչատրյան, ովքեր տնտեսության հետ եւ ընդհանրապես ինչի միայն տնտեսության, ամեն ինչի մասին է խոսքը։ Կրթության մասին էլ է խոսքը։ Բացարձակապես ամեն ինչի մասին է խոսքը։ Եվ հետեւաբար աջակցենք եւ կաջակցենք այնքան ինչքան հարկավոր է։ Առաջիկայում կարելի է կազմակերպել իմիջայլոց, մարդիկ գալիս են մեր մոտ, կառավարության մոտ ցույց են անում, մենք էլ կարանք ավելի հաճախ գնանք իրանց մոտ, ցույց չենք անի, գնանք, տեսնենք ոնց են աշխատում, կարող է իրանք էլ մի բան ասեն, մեր իմացությունը հաստատ բան չի, ամբողջական չի, մենք էլ գնանք, տեսնենք ոնց են տեղի ունենում process-ը, որտեղ առանց հաղորդակցության հնարավոր չի, այսինքն լուրերի միջոցով կամ իրանք այնտեղ, մենք ստեղ, բոլոր ոլորտներն է վերաբերվում։ Սա կարևորագույն էլի եմ ասում, ամեն օր ասում են, վայ, բան, էսա բրիֆինգ առնելու, այսօր լիքը ճգնաժամ, սա ճգնաժամ չի, սա հնարավորություն է։ Սա ճանապարհ է եւ սա պատուհան է, որը մեր առաջ բացվել է, այսինքն չի բացվել, մենք ինքներս ենք բացել այդ պատուհանը մեր առաջ։ Բաները են յուղել ենք, ծխնիները յուղել ենք, այդ բռնակները յուղել ենք եւ հանգիստ բացել ենք։ Դուռը, պատուհանը եւ օդափոխությունը պետք է կազմակերպել նորմալ եւ պետք է որոշում կայացնել, կարող է էլի եմ ասում, ավարտվել այն դարաշրջանը, երբ որ մենք չունենք այլընտրանք։ Մենք ամեն տեղ եւ անընդհատ պետք է ունենանք այլընտրանք եւ ինչքան շատ այդքան լավ։
Եվ մեր ժողովուրդը պետք է իմանա, որ ինքը հնարավորություն ունի որոշումներ կայացնելու, եւ մենք այդ դա մեր պարտքն է այդ հնարավորությունը տալ։ Ինչ կորոշի։ Ժողովրդի որոշումը անքննելի է, իհարկե ցանկացած որոշում ինքը նաեւ քաղաքական առաջնորդություն է ենթադրում։ Բայց դա արդեն լրիվ ուրիշ եւ առանձին թեմա է։ Եվ հետեւաբար գնանք եւ առաջնորդվենք այս տրամաբանությամբ։